Ժողովուրդ օրաթերթը գրում է. Այն ինչ չհաջողվեց 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը փորձում է անել հիմա։ Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը տապալելուց մոտ 8 տարի անց Փաշինյանի թիրախում կրկին եկեղեցին է եւ վեհափառը։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քննարկել են այն հարցը, որ չեն պատրաստվում նահանջել եկեղեցուն ու վեհափառին վարկաբեկելու, Գարեգին II-ին եկեղեցուց հեռացնելու հարցերում։ Իշխանամերձ մեր աղբյուրները նշում են, որ այս պահին քայլեր են իրականացվում կոնկրետ միջոցներ նախաձեռնելու ուղղությամբ։ Գործի կդրվի կոմպրոմատների զինանոցը եւ օրենսդրական նախաձեռնություններ կարվեն ըմբոստացող եկեղեցուց ազատվելու համար։ Օրաթերթը նաեւ գրում է. Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առավոտյան վազքով է, օրը սկսում առողջապահության ոլորտում քաոս է տիրում։ 2 օրում 2 մանկահասակ երեխայի մահ է արձանագրվել տարբեր բժշկական կենտրոններում։ Բուժաշխատողները շարունակ բռնության են ենթարկվում փողոցներում, տանը։ Նախարար Անահիտ Ավանեսյանը, ով օրս Նիկոլ Փաշինյանի 50-ամյակին գինի էր վայելում, ներկայացրել է տարեկան հայտարարագիրը։ Այն է 1 բնակարան բազմաբնակարան շենքում եւ 1 այգետնակ ամառանոց։ 2018 թվականին նա չէր հայտարարել անշարժ գույք, չէր հիշատակել վերջին տարիներին հայտարարում հայտնված մեքենայի մասին եւ հանկարծ հիմա պարզեց, որ վաղուց ունի 2 տուն, ավտոմեքենա, որոնք առաջին հայտարարում չկային։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեում դատավոր Արտուշ Գաբրելյանի կաշառքի գործով կա անջատված մաս։ Քննությունը շարունակվում է։ Դատելով իրավիճակից դատավորին կաշառք տալու գործով այլ անձինք կան ներգրավված, որոնց բացահայտելու համար հակակոռուպցիոն կոմիտեում քննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 10,000 ԱՄՆ կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Հրապարակ օրաթերթը գրում է. 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում Էջմիածնում նախատեսում են հիմքից քանդել Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի շենքը եւ 0-ից նորը կառուցել։ Նախագիծն արդեն հաստատված է, տենդերը կայացել է, պետական գնումներին մասնակցել է 3 շինարարական ընկերություն։ Նախագծի նախնական արժեքը 2 միլիարդ 600 միլիոն դրամ է։ Քանդելը շատ թանկ է, հատկապես եթե հիմքից ես քանդում։ Եթե շենքը վերանորոգման դրվեր, կարելի է շատ ավելի էժան գնով վերականգնել, անգամ կողքին նորը կառուցել ավելի էժան կլիներ։ Մեզ ասաց շինարարական ընկերության ներկայացուցիչը, չթաքցնելով զարմանքը, թե մեր աղքատ պետությունն ինչու է կանգուն շենքը քանդում, որ նոր դպրոց կառուցի։ Նրա համոզմամբ նման որոշումը տնտեսապես շահավետ չէ, խելամիտ չէ եւ անգամ շատ հարուստ պետություններում շենքերը նորոգում են։ Օրաթերթը նաեւ գրում է. Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա։ Չնայած ԿՊԱ-ականները վերևից հրահանգ են ստացել կատաղի մարտեր մղել հոգևոր դասի դեմ, մասնավորապես կուսակրոնության թեմայով, սակայն միստվար զանգված մտահոգ է, որ Փաշինյանն այս աղմուկի տակ այլ վտանգավոր հարցեր է ուզում լուծել։ Հասարակությանը նման թեմաներով հիասթափեցնելուց եւ նրա դիմադրողականությունը կոտրելուց հետո Փաշինյանը հնարավոր է ստորագրի խաղաղության պայմանագրի Ալիևյան տարբերակը կից լրացումներով, որոնց շարքում նաեւ 300,000 ադրբեջանցիների Հայաստանի վերաբնակեցումն է եւ այլ վտանգավոր պահանջներ։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։